Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Քրիստոս առաջ 54-53 թվականներին Հայաստանում տեղի ունենում դրամատիկ իրադարձություններ, որոնց հանրագումարը Արտաշատում տեղի ունեցած թագավորական հարսանիքներ։ Հայոց թագավորի քույրը, Տիգրան Մեծի դուստրը եւ Արտավազդ II-ի քույրը ամուսնանում էր Պարթևների թագավոր Օրոդես II-ի ավագ որդի Բակուրի հետ։ Սա տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր դաշինքի ձևավորման գործընթաց էր։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Մեր պատմություն հաղորդաշարի եթերում այսօր խոսելու ենք հետարքիր մի կերպարի Արտավազդ II արքայի մասին։ Նա հին Հայաստանի ամենահետարքիր դեմքերից մեկն է, Տիգրան II Մեծի որդին է եւ գահակալել է անմիջապես Տիգրան II Մեծից հետո։ Եվ նրա գահակալությունը աչքի է ընկել տարբեր վայրիվերումներով։ Եվ այս թագավորը ունեցել է եւ որոշումներ, որոնք բերել են Հայաստանը բարդ իրավիճակի եւ ունեցել է որոշումներ, որոնց արդյունքում պահպանվել է հայոց թագավորության կարգավիճակը եւ ամենակարևորը թագավորական տիտղոսը, որ պետք է փոխանցվեր իր ավագ որդի Արտաշեսին։ Այսպիսով այսօր խոսելու ենք Արտավազդ II աստվածային կոչված արքայի մասին։ Արտավազդ II արքան նախատեսված չէր, որ լինելու է գահաժառանգ։ Այսինքն Տիգրան Մեծը ուներ տարբեր որդիներ եւ այս որդիներից առաջինները, ավագները դեռևս իր գահակալության շրջանում դրսևորել են դավաճանական ընթացք, փորձել են գրավել Տիգրան II-ի գահը եւ այս հարցում եղել է միշտ արտաքին միջամտություն։ Դեռևս 20-րդ դարի սկզբին հետազոտողների զգալի մասը այն կարծիքին է հանգել, որ Տիգրան կրտսերը, Տիգրան Մեծի որդիներից Տիգրան կրտսերը եղել է Միհրդադ Պոնտացու թոռը, այսինքն դինաստիական ամուսնության արդյունքում Քրիստոս առաջ 94 թվականին Տիգրան Մեծը, երբ դաշինք է կնքել Միհրդադ եւ Պատորի հետ, նրանց այս դաշինքի ամրապնդման համար եղել է դինաստիական ամուսնություն եւ Տիգրան Մեծն ամուսնացել է Պոնտոսի արքայադուստր Կլեոպատրայի հետ։ Եվ այն, որ Քրիստոս առաջ 69-ից 66 թվականների հռոմեական պատերազմում Տիգրան կրտսերի գործողությունների վրա մեծապես ազդում էր հենց Միհրդադ եւ Պատորը, մասնագետները բացատրել են նրանով, որ փաստորեն ցանկանում էր Պոնտոսի թագավորը իր դաշնակցին Տիգրան Մեծին գահից հեռացնել, նրա փոխարեն նրա որդուն փաստորեն իր թոռանը դարձնել թագավոր եւ նրա միջոցով ազդել Հայաստանի քաղաքական որոշումների վրա շատ ավելի լուրջ ձևով եւ փաստացի Հայաստանի ռեսուրսները ծառայեցնել Հռոմի դեմ պատերազմին։ Մենք իհարկե խոսել ենք Տիգրան Մեծի մասին հաղորդման մեջ, որ Տիգրանը հակառոմեական այդպես ուղղակի ինչ-որ դիրքորոշում ունեցող թագավոր չէր, այսինքն նա չէր ցանկանում Հռոմի հետ մինչև վերջ մարտնչելու քաղաքականություն վարել եւ զգուշավոր էր ավելի աշխարհաքաղաքական այդ դիմակայության շրջանակներում էր նրա պայքարը Հռոմի հետ եւ նա նպատակ չուներ ռազմական գործողությունները Հռոմի տարածքում օրինակ իրականացնելու, Հռոմեական Հանրապետության տարածքում։ Բնականաբար ստացվում է Տիգրանը շատ ավելի զգուշավոր էր, քան Միհրդադ Պոնտացին։ Եվ ահա, երբ մենք նայում ենք այդ ժամանակ Տիգրան Մեծը 75-ին մոտ անձնավորություն պետք է լիներ, ստացվում է, որ այն ժամանակ պատկերացնում էին, որ Տիգրան Մեծը արդեն մոտ է վախճանին։ Բայց այս դեպքում տեսնում ենք, որ արդեն երրորդ դեպքն է սկզբնաղբյուրներում հանդես եկող, երբ որ Տիգրան Մեծը հաստորեն ապագա գահաժառանգի հավակնորդ հանդիսացող անձի հեռացնում է այս պայքարից։ Եվ այս իրավիճակում ստացվում է, որ տարբեր հավակնորդների առկայության պայմաններում հարց է ծագում, ով է լինելու Հայաստանում գահաժառանգ։ Տիգրան Մեծի գահակալության վերջում այս հարցը շատ էր սրված, որովհետև երբ հռոմեական բանակը շարժվում էր Հայաստան Արտաշատի ուղղությամբ, Պոմպեոսին ուղեկցում էր Տիգրան կրտսերը։ Արտաշատի բանակցություններում Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի բանակցություններում նաեւ Տիգրան կրտսերի հարցն է քննարկվել եւ համաձայնության են եկել, քանի որ Տիգրան կրտսերն օգնել էր Պոմպեոսին, նա պետք է Հայաստանից առանձնացված Ծոփքի եւ Կորդուքի միացյալ թագավոր դառնար, որ հետո գահաժառանգ լիներ հոր տեղում։ Բայց Տիգրան Մեծը շատ հմուտ կերպով այստեղ աշխատեց
եւ սպեր գավառը երբ փորձում էր Պոմպեոսից փոկել, ստանալ իր նախկին դաշնակից փաստորեն Միհրդատ եւ Պատորին պատկանած սպեր գավառի դիմաց, նա համաձայնվում է ռազմատուգանք վճարել, պայմանական, այսինքն ռազմատուգանք գումար, որը որ Պոմպեոսը կարող էր օրինակ ռոճիկ բաժանել իր զինվորներին։ Եվ այս գումարի դիմաց ստանում է տարածք, այդ գումարը տալիս է այն տարածքներից, այն գանձարաններից, որոնք Տիգրան կրտսերին փոխանցվելիք տարածքներ ունեն։ Տիգրան կրտսերը բողոքում է, այդ բողոքը ընկալվում է նաև Պոմպեոսի նկատմամբ իբրև ոտնձգություն եւ նրան հեռացնում են եւ ստացվում է, որ Տիգրան Մեծը նաև գահաժառանգորդության հարցում այստեղ շատ հետաքրքիր կոմբինացիա է խաղարկում։ Ի վերջո, նա իբրև գահաժառանգ է կարգում իր որդիներից ամենայն հավանականությամբ 4-րդ որդուն, Արտավազդ II-ին։ Նման իրավիճակում իհարկե Արտավազդի գահակալումը սկզբնապես ունի որոշակի ռիսկեր։ Երբ Տիգրան Մեծը մահանում է, արդեն Քրիստոս առաջ 55 թվականին Արտավազդ II-ը դառնում է թագավոր, եւ որ շատ կարևոր է, նա ժառանգում է հորից Արևելքի տիրակալ արքայից արքա, այսինքն Տիտղոսը։ Այս հանգամանքը պարթևները գիտի նաև Հռոմը, բայց իրավիճակը բավականին փոխվել է։ Պարթևներն ու Հռոմը պատրաստվում են բախման։ Հռոմում տեղի ունեցել նոր կառուցվածքային փոփոխություն, պետական կառավարման համակարգը անցումային փուլում է, նախկին այդ հանրապետական մոդելով կառավարվող Հռոմը կամաց տրանսֆորմացվում, փոխակերպվում է արդեն կայսրության, եւ այդ անցման վիճանկյալ փուլում Հռոմում իշխանության համար պայքար է։ Քրիստոս առաջ 60 թվին 3 նշանավոր դեմք էր, մեկը Հռոմի ամենահարուստ մարդ Մարկոս Կրասոսը, որ նաև դաժանությամբ էր հայտնի եւ արյան մեջ էր խեղդել օրինակ Սպարտակի գլխավորած ստրուկների ապստամբությունը, այդ գործին մասնակից եղած նշանավոր զորավար Գնեոս Պոմպեոսը, ով Տիգրանի հետ արտաշատի պայմանագրով բերել էր արևելյան միջերկրածովյան ափը Հռոմին, եւ ամենամեծ ժողովրդականություն վայելող անձնավորություն Հուլիոս Կեսարը ձևավորվում են մեկ ընդհանուր համակարգ, որը կոչվում է եռապետություն, առաջին եռապետությունը, տրիումվիրատ։ Այս իրավիճակում նրանց միջև պայքար է, ով է գրավելու կենտրոնական իշխանությունը եւ դառնալու միապետ։ Աշխարհաքաղաքական փոփոխվող պայմաններում հայոց թագավոր Արտավազդ II-ին սպասվում էին մեծ փորձություններ։ Եվ խնդրեմ, առաջին փորձությունը երկար չի սպասեցնում։ Նրա գահակալության երկրորդ տարում, Քրիստոս առաջ 54 թվականին, հռոմեական եռապետության ներկայացուցիչներից Մարկոս Կրասոսը գալիս է իբրև Սիրիա պրովինցիայում կուսակալ եւ միևնույն ժամանակ ստանում է հռոմեական սենատից կարևոր արտոնություն, սկսելու պատերազմ Պարթևստանի դեմ։ Սա իհարկե լուրջ խնդիր է դառնում, մեծ փորձություն հայոց թագավորի համար։ Արտաշատի պայմանագրի սկզբունքներին հղում կատարելով նա հրավիրում է Արտավազդին քննարկելու Պարթևստանի դեմ պատերազմի նախագիծը։ Այստեղ Արտավազդը առաջարկում է, որ պետք չէ գնալ ուղիղ Ասորիքի տարածքից Եփրատ գետն անցնելով ուղիղ մխրճվել այդտեղի կիսաանապատային գոտիները, որտեղ ուղակի պարթևական այրուձին բացարձակ առավելության էր հասնելու հռոմեական լեգիոնների նկատմամբ։ Բաց դաշտում պարթևական հեծելազորը, որ կազմված էր նրանց հարվածային մասը կատաֆրակտոսներից, այսինքն ծանրազեն հեծյալներից, նրանք լուրջ առավելություն էին ունենալու եւ հռոմեացիները չէին կարողանալու գտնել հակախաղը։ Տեղանքին էլ ավելի լավ ծանոթ էին պարթևները եւ այստեղ Արտավազդն առաջարկում էր, որ հայկական տարածքներով, Հայաստանի հարավային լեռնոտ հատվածներով, հայկական Տավրոսի լեռնաշխթայի երկայնքով արշավեն հռոմեական զորքերը եւ հյուսիսից հետո հարված հասցնեն Պարթևստանին։ Այս դեպքում նրանց լեգիոններն ավելի անվտանգ կլինին եւ Պարթևստանի նկատմամբ առավելության հասնելու հնարավորություններն ավելի մեծ։ Բայց Կրասոսը շտապում էր արագ հասնելու հաջողության եւ նա գնահատեց այս քայլը իբրև Արտավազդի կողմից ավելորդ զգուշավորություն, նույնիսկ երբ Արտավազդը հրաժարվեց այդ դեպքում օգնել նրան, դա անվանեց դավաճանություն եւ հայտարարեց, որ դեռ Արտավազդը պատասխան կտա այդ գործողության համար։ Իսկ հայոց արքան մինչև 40,000 մարտիկ պատրաստ էր տրամադրել Կրասոսին այդ արշավանքին մասնակցելու համար։ Այս իրողությունների պայմաններում մենք տեսնում ենք, որ Կրասոսը պարտվում է։ 53 թվականի մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում նա ջախջախիչ պարտություն է կրում, բայց մինչև այդ այս պայմաններում ձևավորվում է հայ-պարթևական դաշտ։
Ինչպես է դա լինում։ Ուրեմն մինչ հայոց թագավորը կվերադառնար Հայաստան, պարթևները նախագծում են կայծակնային գրոհի մարտավարություն, մտածում են հայոց թագավորությանը հանել այս պատերազմում Հռոմի հետ ռազմաքաղաքական դաշինքից եւ իրենց կողմը գրավեն։ Եվ արտաշատի ուղղությամբ գրոհ են կազմակերպում եւ ստիպում են Արտավազդին գնալ բանակցությունների։ Պարզվում է, որ պարթևները տարածքային նվաճման միտք այդ փուլում չունեն եւ նրանց խնդիրը նոր ձևավորվելիք դաշինքն է եւ փաստորեն Հայաստանի Հռոմի կողմը չանցնելը։ Եվ այս նոր ձևավորվող դաշինքի պայմաններում դինաստիական ամուսնություն է լինում եւ Տիգրան Մեծի դուստրը Արտավազդի քույրը ամուսնանում է պարթևների գահաժառանգ Բակուրի հետ։ Ամուսնության արարողությունը տեղի է ունենում հարսանիքը, այսպես ասենք, հայոց մայրաքաղաք Արտաշատում։ Հարսանիքը լինում է արքայից արքայի կողմում, արքայից արքայի ապարանքում, չէ՞ որ Արտավազդը ժառանգել է այս տիտղոսը հորից, այսինքն պարթևները հարգում են քաղաքական այն համակարգը, որ գոյություն ունի տարածաշրջանում։ Եվ սա իհարկե նաև կարևոր էր, Բակուրը հետագայում կարող էր նրա գահաժառանգը փաստորեն կարող էր հավակնել այս ամուսնության արդյունքում ծնված ապագա թագավորը ընդհանուր նոր մեգա պրոյեկտի աշխարհաքաղաքականության մեջ, հա, Հռոմի հետ դիմակայության պայմաններում։ Այդ հարսանեկան արարողությունների ընթացքում մի դրվագ է շատ հետաքրքիր, որ նրանք դիտում էին Բաքոսուհիներ ստեղծագործության բեմականացումը, Էվրիպիդեսի հին հույն ողբերգակ Էվրիպիդեսի ստեղծագործություններ բեմադրվում, եւ այստեղ դերասան Յասոն Տրալացին պետք է գար եւ ներկայացներ այն դրվագը, որ որսից են եկել, եղնիկների գլուխներ են ներկայացնում եւ այդ եղնիկների փոխարեն ներկայացնում են Կրասոսի եւ նրա որդու գլուխը, որոնք սպանվել էին Խառանի ճակատամարտում եւ ասում է, որ իրենք եկել են լեռներից առատ որսով։ Հանդիսականները ծափահարում են եւ ստացվում է, որ նրանք տոնում էին հաղթանակը Հռոմի նկատմամբ։ Սա փոխում է լրիվ դասավորությունը տարածաշրջանում եւ այս ամենի շարունակությունն այն էր, որ պարթևները հայոց արքայից պահանջում են, որ Հայաստանը մասնակից լինի Հռոմի դեմ ռազմական նոր ձեռնարկվող արշավանքին։ Բանն այն է, որ պարթևները նախատեսել էին դուրս մղել հռոմեացիներին Միջերկրական ծովի արևելյան ափից։ Սա կլիներ մի կողմից փաստորեն իրենց օգտին աշխարհաքաղաքական լուրջ ձեռքբերում, ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություն, մյուս կողմից տնտեսական կոմունիկացիաներին հասանելիությունը արդեն նրանց համար ավելի մեծ կլիներ, ըստ էության իրենք ազդեցություն կունենային նույնիսկ Հռոմում գների գոյացման գործընթացի վրա արևելքից արևմուտք առևտրի նավահանգիստները վերահսկելով։ Այստեղ նրանք հայերի մասնակցությունը հիմնավորում էին նաև նրանով, որ փաստորեն Տիգրան Մեծի կողմից Արտաշատի պայմանագրով Հռոմին զիջված տարածքներն էին հետ գրավում եւ հայկական զորամասերի մասնակցությունը սրանով լեգիտիմացվելու էր։ Եվ իսկապես Քրիստոս առաջ 40-ական թվականների սկզբին այդ գործընթացը հաջողությամբ գնում է, հայկական զորամասերը մասնակցում են եւ լրիվ փոխվում է իրավիճակը։ Սակայն կար ժամանակ անց Պարթևստանում տեղի ունենում պետական հեղաշրջում եւ Բակուրը եւ նրա ընտանիքը սպանվում են եւ նրա կրտսեր եղբայր Հրահատը բազմելով գահին դրսևորում է հայոց թագավորության նկատմամբ թշնամական դիրքորոշում, չէ՞ որ փաստորեն իր ավակ եղբոր կինը հայոց թագավորի քույրն էր եւ այս հանգամանքը լրացուցիչ լարվածություն է ստեղծում։ Երկու կողմերն էլ բնականաբար նոր իրադրության հետ համամիջ չեն, իսկ Հռոմը զբաղված էր ներքաղաքական պայքարով։ Կրաստոսի մահվանից հետո Կեսարը եւ Պոմպեոսը պայքարում են իշխանության համար եւ այս պայքարը ի վերջո ավարտվում է Կեսարի հաղթանակով, բայց կարճ ժամանակ անց Կեսարը սպանվում է սենատի դահլիճում եւ ահա այս ամբողջ ընթացքում փաստորեն Հայաստանում գահակալում է Արտավազդ II-ը։ Եվ երբ արդեն Հռոմի ներքաղաքական պայքարը գալիս է ինչ-որ մի եզրահանգման, մասնավորապես ձևավորվում է Քրիստոս առաջ 43 թվականին երկրորդ եռապետությունը, այս եռապետության երկու գլխավոր անձինք, մասնավորապես Գայոս Օկտավիանոսը, ապագա առաջին կայսր Օգոստոսը եւ Անտոնիոսը, Մարկոս Անտոնիոսը, որ Հուլիոս Կեսարի աջ թևներ, նրա գլխավոր զորավարներ, կիսում են իշխանությունը փաստացի եւ Անտոնիոսը կարճ ժամանակ անց Հռոմից հեռանում է եւ արևելքի
ուժերն է սկսում գլխավորել։ Այստեղ նա խնդիր ուներ Հռոմի ներքաղաքական պայքարում ցույց տալու, որ ինքն առավելություն ունի Օկտավիանոսի նկատմամբ, եւ նրա կարծիքով լավագույն միջոցը կլիներ պարթևների նկատմամբ հաղթանակի հասնելը։ Նա գալիս է նորից ասորիկ եւ այստեղ բանակցություններ են սկսվում, հայոց թագավոր Արտավազդին առաջարկում է մասնակցել արդեն պարթևների դեմ գործողություններին, հաշվի առնելով նրա եւ պարթևների նոր թագավորի միջև լարված հարաբերությունները, եւ Արտավազդը առաջարկում է 13,000-անոց օգնական ստորաբաժանում։ Այս անգամ հռոմեացիները համաձայնում են Հայաստանի տարածքով արշավեն եւ նրանք պետք է Հայաստանի հարավ-արևելյան հատվածից ներխուժեին Ատրպատականի տարածք ու այդ ուղղությամբ խորանային փաստորեն Պարթևստանի խորքերը։ Մարկոս Անտոնիոսը Կրասոսից փաստորեն հեռատեսությամբ այնքան էլ չէր տարբերվում, չնայած որ այլ ուղղություն ընտրեց, բայց թույլ տվեց մեկ այլ սխալ։ Նա բերել էր 2 անգամ ավելի շատ զորք, քան Կրասոսը։ Կրասոսը 50,000-անոց զորքով էր եկել տարածաշրջան, նա 100,000-ով։ Եվ նա մտածեց, որ միևնույն է հեշտությամբ կհաղթի եւ իր պաշարողական տեխնիկան, քաղաքներ գրավելու համար նախատեսված պաշարողական տեխնիկան, որ 300 սայլերի վրա բարձրացնում էին, թողեց փաստացի առանց լուրջ պաշտպանության։ Պարթևները թողեցին, այս ստորաբաժանումները խորացան Ատրպատականի խորքերը եւ ինչ որ մի պահի, երբ որ հիմնական ուժերից կտրված էին այս սայլերը, հարձակվեցին եւ ոչնչացրին պաշարողական տեխնիկան։ Հենց այս դրվագից հետո է Արտավազդը հասկանում, որ այս արշավանքը որևէ հաջող ելք չի ունենալու եւ ուժերը հետ է քաշում Հայաստան։ Ի վերջո Ատրպատականի մայրաքաղաք Փրասպայի պաշարման ժամանակ Անտոնիոսը խայտառակ կորուստներ է ունենում, 20,000-ից ավելի սպանված տալով ստիպված է լինում դրանից հետո չշարունակել արշավանքը եւ նահանջել դեպի արդեն Հայաստան։ Ընդհանուր առմամբ նա տալիս է 44,000 սպանված այս արշավանքի ժամանակ, խայտառակ պարտություն էր նրա համար։ Հայաստանում Արտավազդը նրան ընդունելություն է տալիս, բժշկում է վիրավորներին եւ ապահովում անհրաժեշտ պարենով եւ Արտավազդի նկատմամբ Անտոնիոսը այստեղ շատ դրական մոտեցում է ցուցաբերում, բայց իրականում հետագայում պետք է հենց Արտավազդի վրա բարդի այս ամենի պատասխանատվությունը։ Բանն այն է, որ Օկտավիանոսի հետ մրցակցության պայմաններում նա պետք է հռոմեական սենատի առաջ արդարանար, ասեր, որ ես պարտություն կրել եմ, որովհետև ես մեղավոր չէի, մեղավոր էր այդ պայմաններում հայոց թագավորը։ Եվ այստեղ իհարկե պատասխանատվությունից խուսափելու անհրաժեշտություն կար։ Այս ամենի արդյունքը փաստորեն կորսված հեղինակություններ, 36 թվականից նա սպասեց 2 տարի, այս ընթացքում մի քանի փորձ արեց Արտավազդին կանչելու, կալանավորելու եւ Հայաստանը օկուպացնելու, չէր ստացվում։ Ի վերջո 34 թվականին նա արշավանք է ձեռնարկում Հայաստան եւ Արտավազդը այստեղ թույլ է տալիս մի փոքրիկ սխալ։ Արտավազդը կարծում է, որ հնարավոր է, ինչպես Գնեոս Պոմպեոսի հետ Տիգրան Մեծը կնքեց պայմանագիր Արտաշատի մոտ, նույն մոտեցմամբ կնքել նմանատիպ պայմանագիր, գալ ընդհանուր հայտարարի։ Իսկ մենք պետք է այստեղ տեսնենք երկու այս զորահրամանատարների գործողությունների տարբերությունը։ Ինչպես մենք խոսել ենք Տիգրան Մեծի նվիրված մեր հաղորդման մեջ, Պոմպեոսը արդեն սահմանին որոշակի ընդհանուր պայմանավորվածություններ ուներ Տիգրան Մեծի հետ, որ հարցի հանգուցալուծումը կարող է լինել բանակցություններով եւ պայմանագրով։ Եվ այս առումով իհարկե տեսնում ենք, որ Տիգրանը ճակատամարտ չի տալիս ընթացքում, Պոմպեոսն էլ այն ավերածությունները չի անում, ինչ որ նրանից առաջ արել Լուկիոս Լուկուլոսը Հայաստանում, այսինքն կար որոշակի դիրքավորում, որ երկու կողմերն էլ պատրաստ են պայմանագրի։ Ընդ որում Տիգրան Մեծը միշտ ուներ ուժային լուծման սցենարը եւ Պոմպեոսը դա գիտեր եւ հետեւաբար պայմանագիրը երկու կողմերին էլ ձեռնտու էր։ Այստեղ Անտոնիոսը մտնում է Հայաստան, սահմանից սկսած քանդ ու քարափ անելով, պետական գանձերը թալանելով, տարբեր ամրոցներում պահվող այդ գանձերը տանելով, արդեն պարզ էր, որ նա պատրաստ չի երկխոսության։ Նա խնդիր ունի գնալու ներկայացնելու, որ ինքը հասել է հաջողության։ Եվ Արտավազդը փորձելով երկիրը ավերածություններից փրկել, գնում է ուղիղ բանակցությունների, խաղաղություն առաջարկելու օրակարգով։ Եվ այստեղ նա փաստորեն սխալվում է։ Անտոնիոսը չէր եկել խաղաղություն հաստատելու նպատակով։ Նա չէր եկել
Արտավազդի մտածած խաղաղության ընդառաջ շարժվելու եւ նա կալանավորում է արքայից արքային, Արտավազդ II-ին եւ դրանից հետո Հայաստանում շարունակվում է օկուպացիան։ Ըստ էության, հայոց պատմության մեջ առաջին անգամ տեղի ունենում Հայաստանի լիակատար օկուպացիա։ Եթե օրինակ Քրիստոս առաջ 201 թվականին Սելևկյանները փաթեթավորում էին Հայաստանի նվաճումը այն բանի մեջ, որ տեսեք մենք բերում ենք Արտաշեսին, նա էր օրինական տիրակալը Հայաստանի եւ դրա համար Երևանուներին տապալում ենք, այստեղ իրավիճակը տարբերվում է։ Այստեղ Անտոնիոսը գնում է ուղիղ վերջնական օկուպացիայի, գերեվարում է թագավորի որդիներին եւ Արտաշեսը ավակ որդին փորձում է դիմադրել եւ անհաջողություն կրելով ռազմական գործողություններում նահանջում է Պարթևստան։ Եվ այս իրավիճակում նա հայոց թագավոր է հռչակում այս ամենի գործողությունների օկուպացիայի արդյունքում իր որդի Ալեքսանդրին։ Սա իհարկե փոխում է իրավիճակը եւ Արտաշեսին պարթևները հաշվի չառնելով նախկինում լարված հարաբերությունները ընդունում են արքայավայել եւ հասկանում են, որ այդ փուլում պետք է նրան աջակցել, որպեսզի Հռոմի հետ բալանս լինի։ Այլապես բալանսը իրականություն չէր դառնալ, որտեղ հռոմեացիներն իրենց կողմն էին գրավել նաեւ Ատրպատականի տիրակալին եւ փաստացի Հայաստանի վերատեսուչ կարգել էին նրանց արքային, իսկ ահա Ալեքսանդրը դեռևս գտնվում էր Եգիպտոսում։ Ալեքսանդրը երբեք Հայաստանում չի եղել։ Այս մանկահասակ իբրև թե թագավոր հռչակված անձնավորությունը Անտոնիոսի եւ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա 7-րդի որդին էր։ Եվ նրան փաստորեն թագավոր հռչակելով Անտոնիոսն ուներ հեռահար նպատակներ։ Այս մասին խոսում են մի շարք հեղինակներ՝ Դիոն Կասիոս, Պլուտարքոս եւ այլ հեղինակներ։ Պլուտարքոսը, որ Հռոմի պաշտոնական գաղափարախոսներից մեկն էր, դասական պրոպագանդիստ էր այս իմաստով, ներկայացնում է այն տեսարանը, որ Ալեքսանդրիայում, Եգիպտոսի մայրաքաղաքում հատուկ հաղթահանդես է կազմակերպվում եւ արծաթապատ փաստորեն բեմի վրա կանգնեցնում են ոսկե գահ, այդտեղ բազմած է գահին Կլեոպատրան, նրա կողքերին բազմած են գահերին նրա որդիները Պտղոմեոսը եւ Ալեքսանդրը եւ մյուս զավակները եւ պետք է հայոց թագավորը գա եւ խոնարհվի։ Դիոն Կասիոսը այստեղ նաեւ մեկ այլ մանրամասն դրվագ է ներկայացնում։ Բոլորը պնդում են, բոլոր հեղինակները այս դեպքերի մասին, որ հայոց թագավորը չի խոնարհվել Կլեոպատրայի առաջ։ Դիոն Կասիոսը ասում է, որ ներկաների մոտ նա իր վեհաշուկ պահվածքով, վեհ պահվածքով շահեց բոլորի համակրանքը։ Եվ այստեղ իհարկե զուտ համակրանքի հարց չէ։ Մենք պետք է հասկանանք, որ Արտավազդ II-ը այն դրվագում, երբ որ դրված է մի կողմ իր կյանքը, մյուս կողմ հայոց թագավորության շարունակականությունը, կատարում է վերջում շատ բարդ, բայց պետականության տեսանկյունից ճիշտ եւ կարևոր որոշում։ Նա որոշում է իրեն առաջարկվող տարբերակը չանել։ Ինչ էր առաջարկվել հայոց թագավորին։ Մենք չմոռանանք, որ նա արքայից արքա է։ Պլուտարքոսը ներկայացնում է այդ բեմականացման մեջ, որ նրան արծաթե շղթաներով էին բերել, բայց այդ հաղթահանդեսի ժամանակ ոսկե շղթաներով ուղեկցեցին նրան եւ նրա կնոջը, նրա ընտանիքի հետեղ եղած անդամներին եւ պետք է մեծարեին Կլեոպատրային իբրև արքաների արքա։ Եվ ասում է, որ Անտոնիոսը հռչակել էր իր որդիներից փաստորեն Ալեքսանդրին արքայից արքա եւ տվել էր Հայաստանն ու Պարթևստանը, ոչ ավել, ոչ պակաս Հայաստան, Պարթևստան, Մարաստան։ Այսինքն նրանց հավակնություններն այնպիսին էին, որ արքայից արքա տիտղոսը պիտի Արտավազդը փոխանցի արևելքի տիրակալի տիտղոսը Կլեոպատրային եւ նրա զավակներին։ Այս հարցում հասկանում է հայոց թագավորը, որ զիջումը նշանակում է հայոց թագավորության չգոյություն։ Եվ դրա համար նրա որոշումը այն էր, որ նա չի խոնարհվում, չի մեծարում թագուհուն եւ չի փոխանցում տիտղոսը այդ տոարողակարգով Կլեոպատրային։ Այս առումով նա ապահովում է իր որդի Արտաշես II-ի համար շանս, որ պարթևները այս արարքը ըստ արժանվույն կգնահատեին հայոց արքայի եւ կօգնեին Արտաշեսին, որ նա պայքարի հայոց գահին բազմելու համար եւ Հայաստան պետությունը ազատագրելու համար։ Եվ չնայած որ Արտավազդը հետո մահապատժի է ենթարկվում, պարթևներն իսկապես օգնում են Արտաշես II-ին հետ գրավելու հայոց գահը եւ Արտաշեսը ի պատասխան
հայոց թագավորության օկուպացիայի ոչնչացնում է Հայաստանում գտնվող հռոմեական բոլոր զորամասերը։ Այսպես վերականգնվում է Քրիստոսից առաջ 30 թվականին Հայաստանի լիակատար անկախությունը։ Այսպիսով, մեր այսօրվա հաղորդումը նվիրված Արտավազդ II արքային մոտեցավ իր ավարտին։ Նա պատմության մեջ մնացել է հետարքիր մի տիտղոսով անտիկ աղբյուրները նրան նշում են աստվածային։ Նա թագավոր էր, ով հայտնի էր անտիկ աշխարհում իբրև թատերգություններ, ողբերգություններ, ճառեր, գրող, հունարենի քաջագիտակ անձնավորություն եւ պատահական չի օրինակ Արմավիրից գտնված արձանագրությունը, որ իր մեջ պարունակում է ինչ-որ ողբերգությունից մեջբերում, շատ հեղինակներ կարծել են, շատ պատմաբան հետազոտողներ, որ գուցե հենց Արտավազդ II-ի հեղինակած ստեղծագործություններից։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։